Ինչ պետությունա, որ 3 կիլոմետր վերև արաքսնա հոսում, ջուր չկա։ Սեզոնին ընդամենը 3 ամիս գյուղատնտեսական աշխատանքների համար։ Գարնանը գյուղը ջուրը ստանում է տեղի գետից, սակայն հունիսին հենց սկսվում է շոգը, գետն ամբողջությամբ ցամաքում է։ Ռոռոկման միակ հույսը արաքսն է, բայց այստեղ էլ խնդիրները չեն ուշանում։ Ափսոսում ենք ջուր վերցնենք, խմենք, լվացվենք։ Ջուր որտեղից եք վերցնում այլ ընտրանքեր։ Մի աղբյուր է գալիս է, Զարի ջուրն է, Քարիզա կոչում։ Հիմա որ կտրվավ հունիսից սկսում ենք կրել։ Ջրի սակավությունը գյուղացիների մեջ նաև կռվախնձոր է։ Երբ ջուրը քիչ է, իսկ կարիքը մեծ, գյուղում հերթերի ու ջրի բաշխման շուրջ վեճերն անպակաս են։ Ջրի խնդիր կա ստե։ Ու ջրի խնդիրն էլ բերում է անախորժություններ, նման բաներ են, ասենք որ մեկը մեկին կռիվ են անում, խոսում են ավելնոտ։ Գյուղացիների մի մասը համոզված է, խնդիրը համակարգային բաց թողումների մեջ է։ Ըստ նրանց, պետությունը պետք է ավելի արդյունավետ լուծումներ առաջարկի, որպեսզի սահմանամերձ գյուղի բնակիչը ստիպված չլինի աստղաբաշխական գումարներ վճարել արաքսից եկող ջրի համար։ Գալիս են նայում են, ասում են, ասում հա կլուծենք, մինչև հիմա ոչ մի բան չկա, մինչև հիմա այդպես սպասում ենք։ Ամբողջ ամառը կրում են խմելու ջուրը։ Ավտո ունի, ավտոյով ասենք բերում են, թեկուզ հայվաններով տենց հավաքվում են, բերում են, ոչ մի հարալուծում չկա։ Երբ ռոռոկման համակարգն իսպառ դադարում է գործել, Շվանի ձորցիները հիշում են հին ու փորձված տարբերակը՝ աղբյուրի ջուրը, բայց սա լուծում չէ, այլ ուղղակի ժամանակավոր փրկություն, որը հսկայական ֆիզիկական աշխատանք է պահանջում։ Մեր ջրի ջուր գալիս է մտնում է նասոսների մեջ, նասոսի տուրբանների մեջ, են Նասոսը, որ ինչ կամ տալիս է գինի 2400 դրամ է, օրինակ մի նասոսի ջուրը։ Այդ իգնաոսը գալիս է այդ բանի տակ, այդ ձևեր հաշվեր են անում։ Ասում է էսա, ուզում է ջրի, ուզում է մի ջրի։ Առանց կայուն ռոռոկման համակարգի եւ մատչելի ջրի Շվանի ձորի ապագան մնում է անորոշ։ Գյուղացիները սպասում են ոչ թե հերթական խոստմանը, այլ գործուն քայլերի, որոնք թույլ կտան հունիսից հետո չապրել առանց ջրի։ Առաջի անգամ ընտրել ենք, բայց այս անգամ չենք ընտրի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։